պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով ինձ հարցել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես падգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։ Եթե օրինակ օրակարգում այն հարցն լիներ, ոչ թե impeachment-ի, հնարավոր է ձեզ ընդունել։ Դե չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ինչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տենց բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Սա ես լուրջ եմ ասում, ես պետական պաշտոններ զբաղեցել եմ, ես բան չեմ լսել երբեք։ Կոնկրետ իմ հետ, այսինքն ոչ թե քաղաքացիների ընդունելությունն է չեղարկվել, այլ ինքը մերժել է միայն ինձ հետ հանդիպում, քաղաքացիներ կան։ Ոչ մի պատճառաբանություն, այտենց է, այտենց ոնց որ տենց ասել։ Այդպես ասես, նպատակահարմար չեն գտել։ Կոնկրետ միայն իմ հետ, այսինքն եթե այլ քաղաքացիներ կան գրանցված, նրանք մասնակցել են ընդունելության։ Աղազյան նշեցիք, որ շարունակել եք մյուս օրերն կան, օրերը հանել եք 14-16-ին, եթե շարունակեն օրինակ նման ձև վերաբերվել ու կոնկրետ ձեզ բոյկոտեն եւ փախած փոքր երկրում ոնց պիտի փախնեն, ումից պիտի մանավանդ ես իրանց ինչ եմ անելու, ես խո իրանց աղբարկղը չեմ նետելու, ոնց որ իրանք նետել են իմ գրությունը։ Չնայած իրանք հուշում են, որ տենց է, ինչ տարբերություն չէ, քաղաքացու հետ ես վարվում, թե իր խոսքի, որը պաշտոնական գրության տեսքով, պաշտոնական խողովակներով ներկայացվել է։ Բայց անկեղծ ասած ես չէի պատրաստում այսօր Ռուբեն Ռուբինյանին նետել աղբարկղը։ Ես տենց մտադրություն չունեմ, անկեղծ ասած դες ֆիզիկական տվյալները չունեմ, որ ամեն անգամ նույնիսկ մեծ մտադրության դեպքում դա կարողանամ իրագործել։ Ես ամեն եկել եմ իրեն խոսալու։ Impeachment-ի հասնենք ուզում։ Այո, եւ ոչ միայն, ես եւս երկու հարց ունեի քննարկելու, պայմանավորված իր հակասահմանադրական գործունեության ու կարգավիճակի հետ հայ-թուրքական գործընթացի իմաստով եւ նաեւ իր կարգավիճակից բխող պարտականությունների իմաստով պայմանավորված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքով եւ ինքը ինձ որպես քաղաքացու պարտավոր է տալ անհրաժեշտ տեղեկություններ եւ այս ընդունելությունների նպատակը հենց դա է։ Բայց իրենք արդեն նախապես ասում են, որ ձեր այս նախաձեռնությունը անլուրջ է իրենց համար ու որևէ կերպ չեն պատրաստվում ձեր հետ նման հարց քննարկել։ Հիմա այսքան կանխատեսելի էր, որ չպետք է այս հարցով ձեր հետ հանդիպել։ Իրենց վերաբերմունքն, այսինքն եթե իմ բարձրացած հարցը հղում անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ վերաբերվում է падգամավորների լիազորություններին։ Ոնց կարա դա անլուրջ լինի։ Բա լուրջը ո՞րն է, բա լուրջը իրենց պարտական Բայց ով ասում որ տեխնացում մենք պիտի ունենանք, այլ ոչ թե իրենք պիտի, բայց հարցերը հենց իրանց հետ պիտի։ Ես լսել եմ իրենց ճեպազրույցները ձեզ հետ, մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ես մի քանիսի պատասխաններ եմ ստացել, անլուրջը իրանց մոտեցումներն է, իրանց պատասխան, իրանք չեն պատկերացնում այս գործընթացի էությունը։ Եվ հիմա այս հանդիպումների նպատակն է, որ ես իմ համեստ գիտելիքների եւ փորձառության շրջանակներում փորձեմ իրենց բացատրել, որ այդ տեխնացուն իրենք պիտի առաջադրեն։ Ես վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունք չունեմ, ես падգամավոր չեմ։ Падգամավորը Ռուբեն Ռուբինյանը եւ ինքը իրավունք ունի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց ինքն էլ պարտավոր է դա անի։ Ասենք կներեք, էլի, ես ձեզ որպեսի նոր քիչ առաջ մեր գործընկերներից մեկի հետ, ասենք իմ հետ բերել եմ այսօր քննարկման համար կառավարության գործունեության ծրագիրը, որը կատարելու պարտավորություն ունի կառավարությունը եւ լրագրողները ձեզ հետ չէ ոնց որ մերի խնդրեցի ասի 4-ից 102 էջ է մինչեւ այդ տիտղոսաթեր բովանդակություն բան ասենք 4-րդ էջից է սկսում ասում եմ այդ խնդրում եմ 4-ից 102 մա ցանկացած ցանկացած այդ վառությունը կարող եմ անեմ մերին ասած 7 ասենք բացում ենք 7-րդ էջ Բայց 7-ը բացեք հիմա Բայց 7-ը ով ասաց մեկ ասաց 7 ոնց որ ազատություն ռադիոկայանին է 25-ն էլ կնայենք էսա 7-րդ էջ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահությունը ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան խնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման այսինքն կառավարությունը դա համարում է գլխավոր ուղղություն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հիմա կառավարության ղեկավարը ասում է որ մենք պատրաստվում ենք ինքներս նախաձեռնենք ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումը Այսինքն ուղիղ ոչ միայն ծրագիրը չի կատարում,
այլ ինքը ուղիղ հակադրվում է այս կառավարության ծրագրին։ Բայց ազգային ժողովն էլ դրա համար է, որպեսզի վերահսկի կառավարության գործունեությունը եւ ծրագրային շեղումներ հայտնաբերելու դեպքում սկսի վարչապետին անվստահություն հայտնելու անլուրջ, մտ խնդրում եմ ասեք, այնը որ ասում է անլուրջ է։ Էսա լուրջ, այսինքն որ կարա կառավարությունը ծրագիր ունենա ու իր ծրագիրը չկատարի, դա լուրջ է։ Ու եթե քաղաքացին այդ հարցը բարձրացնում ասում է ձեր գործով զբաղվեք, բարձրացնում որ դա անլուրջ է, բայց լուրջը ո՞րն է։ Մա թիվ ասեք։ 10 Դու կտանես կբերես այն ամենացավոտ տեղերին կխփես։ Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, ուշադրություն 10-րդ էջն է։ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հիմա ձեր ասածը ձեր դուրն եկա 10-ն էր։ Հիմա կառավարությունը այս ծրագիրը իր կատարում է, ու սա լուրջ է, այսինքն կարելի է մարդկանց խաբել ամբողջ ժողովրդին, առաջին էջում գրել են Կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության, այդ 2050-ը որ Հայաստանը ֆուտբոլ չեմպիոնն է։ Դրա վրա Այսինքն կարելի է գնալ ընտրությունների, համատարած ժողովրդին խաբել, գրել այս ծրագիրը, գալ ազգային ժողովում հավանության, բայց անել Ալիևի պահանջները։ Ու դա լուրջ է։ Ու երբ որ մենք Հայաստանի քաղաքացիները ասում ենք հələ մատ լրջացեք, ձեր գործով զբաղվեք, ասում են, «Ինչ անլուրջ նախաձեռնություն է»։ Ոնց կարան ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ ԿՊ-ական չէ՞ մեր հարգարժան Աննա Գրիգորյանը։ Դեսավ դավաճանախումբը դուրս եկավ հիմա դեմներն է պայքարում։ ԿՊ-ական չէր Թաքուի Թովմասյանը։ Դեսավ դավաճանախումբը դուրս եկե պայքար է տանում դրանց դեմ։ Տեսեք քանի մարդիկ, քանի կուսակցություններ են ի սկզբանե աջակցել Նիկոլ Փաշինյանին։ 18 թվականի կառավարությունում ովքեր էին կոալիցիա։ Մանեթ Հանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը իր նախարարները չէին։ Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը իր նախարարները չէին։ Մեհեր Գրիգորյանն է մենակ մնացել Սովետական միլիցիայի նվեր Անտառամեջ գեղի հասարակությանը։ Պարոն Ղազարյան, նախկին քպականները եւս, հա, Հովիկ Ղազարյանը եւս նման գործընթաց է սկսել ու ինքն էլ ասում է, որ պատրաստ է ձեզ հետ, քիչ առաջ մենք նայեցրուցում ենք, ասում է, որ պատրաստ է ձեր տրամաբանության մեջ է երկու նախաձեռնություններն էլ ու պատրաստ է քննարկումներ սկսել թեկուզ հենց վարչապետի տեխնացուի։ Ես կարծում եմ, որ քպական վարչապետի տեխնացու կարող են լինել նախկին քպականներից մեկը։ Դա իր մոտեցումն է, ես նորից եմ ասում, իր հայտարարությունների նախաձեռնությունը մեր տրամաբանության հետ չի հակասում, որովհետև մենք ասում ենք դուք падգամավորներ եք, մենք բոլորին ենք դիմել։ Падգամավորները պիտի վերահսկեն կառավարությանը եւ եթե ծրագրի շեղումներն սկսեն անվստահության գործընթաց։ Թե անվստահության գործընթացում որ падգամավորը ինչ պատկերացումներ ունի, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող Հովիկ Աղազյանին ասել, թե ինքը վարչապետի տեխնացուի ընտրության հարցում ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Եթե գտնում է որ դա պիտի լի ԿՊ-ից երբևէ համագործակցած մի գործ, դա իր պատկերացումներ է։ Ես չեմ կարող падգամավորի որոշման վրա ազդեցություն ունենալ, բայց մյուս падգամավորներն էլ կաշկանդված չեն Հովիկ Աղազարյանի դիրքորոշումով, այսինքն այլ падգամավորներ կարող են այլ մոտեցումներով առաջնորդվել եւ ամեն մեկը սկսի այս պահին ազգային ժողովում ըստ ազգային ժողովի կանոնակարգի կարող է սկսել 107 գործընթաց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, ամեն մեկը իր վարչապետի որից հետո քաղաքական քննարկումները, որ ասում եք պարոն Աղազարյանը պատրաստ է քաղաքական քննարկումներ, ինչը որ նորմալ է, էլի, պիտի բերեն հանգեցնեն ի վերջո ամենառացիոնալ, ամենաարդյունավետ որոշումներին, իսկ քաղաքական գործիչները դրա համար են, որ քննարկումների արդյունքում կան ռացիոնալ որոշումներին, այլ ոչ թե պետության սահմանադրական կարգի հիմունքները տապալեն ու նստեն նայեն իրար երես, ասեն դե գիտեք ինչ, հիմա դրա ժամանակը չի, փողոցում զանգված չկա, ավանսով ու падգամավոր բերող չկա։ Դե եկել են որ բերեմ այդ падգամավորներով էր այդ մասին խոսում, թողա միասին բերենք, ասենք ես մենակ։ Դե թողային ազգային ժողովի падգամավորներ էին, չէ՞։ Մասնավորապես օրինակ ասենք Հայաստան դաշինքի գործիչները, որ ինձ ասում են գնա падգամավոր բերեք, եկել է Ռուբինյանին բերեի։ Հիմա գայեք ձեր ազգային ժողովի փոխնախագահին շեն թողնում, չեմ մտնեմ ներս, падգամավորին խո չեն կարա չթողնեն։
Դոմատ մտնեին ներս ասեն հլմա տարիստը, ոսի ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի քաղաքացին եկել է չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայհոյեք ինձ, հասկանում եք, ուզում են թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկ ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում են թող ամենավերջի հայհոյանքները տան, այդ հայհոյանքները ես ինձ վերաբերելու չեմ համարում։ Այս սա շատ լուրջ գործընթաց է, ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք, թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ուստեղ լինի 100,000 մարդ։ Այդ վաղ մենք սաղս պետք է գնանք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Այդ դեպքում կարող է հայտարարեք Ձիրանը որպես վարչապետի տեխնոզը։ Ես նման հավակնություններ չունեմ եւ կարծում եմ, որ այդ հարցը պատգամավորների որոշման տիրույթում է։ Ես ինքս նման հավակնություններ չունեմ։ Այդքան մարդ եթե կհավաքվի կարող է Այդքան մարդ պարտադիր չի որ հավաքվի, որ նախաձեռնության հեղինակը հավակնություն ցուցաբեր։ Այդքան մարդ կարա հավաքնի եւ ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ։ Իմ նպատակը այնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելը։ Շաղազարյան, ամեն դեպքում դուք վաղուց այսպես ձեր այս թեզը, որ պետք է impeachment հայտարարել պատգամավորները նոր չէ եւ որևէ արդյունք էս պահին չկա ձեր հետագա քայլերը եւ եղել են ժամանակներ, որ այո փողոցում մարդ եղել է բավականաչափ, այսինքն ինչ հիմքերով է սա հնարավոր, ինչ է կանխել, որ իրական դառնա, հա։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ որոշակի եւ ինչն է կարեւոր մեր մոտեցումները ինչ են անխոցելի, որովհետև հիմնված են բացառապես սահմանադրության օրենքների եւ առողջ տրամաբանության վրա։ Ով ինչ ուզում ասի չեն կարալու դրանից որևէ շեղումներ թույլ տան։ Հիմա տեսեք ես ինչ եմ անում։ Նամակը գրել եմ պատգամավորին, պատասխանումից ստացել եմ, չեմ ստացել, ես դրանով չեմ բավարարում։ Ես հետևողականորեն փորձել եմ իրանց դա բացատրել։ Եթե դա չլինի, ես դիմելու եմ ժողովրդի աջակցության։ Ասեմ, տեսնում եք, այն ինչ որ ես հիմա ես օրինակ ոչ մի մարդու չեմ խնդրել որ գա։ Ձեզ խնդրել եմ լրագրողներին, այն էլ հետաքրքրության դեպքում, եթե հետաքրքիր է, ցանկալի է, եկեք լուսաբանելու։ Ոչ մի մարդու չեմ խնդրել որ գան, հիմա փողոցը փակեին, իրանց բռնեին, տանեին, ըստ ոստիկանության հետ, բախումը, դրա կարիքը չկա։ Ես մենակով այդ չարչարա, էսա չարչարանք է, տեսնում եք, չէ՞, հեշտ չի ընթանում այս ամեն ինչը։ Ես իմ բաժին ծանրությունը, չարչարանքը միայնակ տանում եմ, որ պահին, որ ես տեսա, որ իմ միայնակը լինելը դժվարացնում է գործը եւ ինձ պետք է այլ մարդկանց աջակցություն, ես այդ ժամանակ խնդրել եմ ժողովրդին, այս նույն բանը անելու համար։ Հետո այսինքն ժողովրդի աջակցությունը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան որպիսի մենք բոլորս միասին խնդրենք մեր պատգամավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն առանց նման հիստերիկ ամբիցիոզ դրսևորումներով։ Սա հիստերիայի դրսևորում է, այսօրվա Ռուբինյանի վարքագիծը, սա միամիտ հիստերիկ մարդու վարքագիծ է։ Հիմա ինչ եք անել, պարոն Ղազարյան։ Գրաֆիկ ունեմ։ Գրանցվել եմ ես բոլոր, մենակ վաղը չկա հանդիպում, գրաֆիկով ես նրանց հանգիստ չեմ թողնելու։ Հերթով, սամը իրանց կողմից սահմանված օրը, հեսա անձնական նամակներն եմ գրելու, անձնական Վահագ Ալեքսանյանը ինձ մի հատ պատասխան է գրել, որից ես հասկացել եմ ինքը իմպիչմենտի էությունը չի պատկերացնում։ Պետությունը ամեն ամիս 250,000 դրամ գումար է տալի պատգամավորին, կոչվում է պատգամավորական ծախսերի փոխհատուցում, որպեսզի իրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն։ Հիմա պիտի խնդրեմ Վահագ Ալեքսանյանը այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի մի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ ամերիկանո, մի հատ բյուրեղ, իր համար մի լագյան ուտելիք, ամեն ինչով, ինքը ասենք նստենք, ինքը ուտի ես խոսեմ, որովհետև երբեմն մարդու ուղեղը աշխատում է, երբ որ ստամոքսի հետ կապված խնդիրները արդեն լուծված, եկեն ինֆորմացիան ընկալունակությունը բարձր է, եթե ստամոքսը պարունակություն, հիմա ինքը ուտի ես խոս բացատրեմ, պիտի անպայման ուտելով ուղղեք, սոված փորով եղավ, ինձ թվում է ոչ մի արդյունք մենք չենք ունենալու։ Մանավանդ վերջեսենի հայլը կարող է ճիճու-միճու էլ դա ունենա։ Հիմա դա պիտի ուտի ես խոսեմ, որից հետո պիտի հասկանա, թե ինչ է իմ ասածը, ինքը գրավոր պիտի գրի, ասի ես հասկացա ձեր ասածի էություն։ Եթե չէ, պիտի ժողովրդով հավաքվենք, տանենք նրանք ուրիշ տեղ կերակրենք։
որ պիտի հասկանան, այդ մարդիկ չեն կարող խուսափեն այդ պատասխանատվությունից։ Իրանց պարտական